Պարոն Դարփինյան, ձեզ ողջունում եմ ազգային ժողովում, կարծեմ այս պաշտոնով առաջին անգամ եք։ Եվ ուրեմն հանրայինը սնվում է պետական բյուջեից եւ բնականաբար մեր հարկատուների հաշվից այն հաստատումով եւ օրենսդրական պահանջով, որ ինքը պիտի արտահայտի հանրության բոլոր շերտերի մոտեցումները, տեսակետները, շահերը, իրավունքները։ Եվ դա սա օրենսդրության պահանջ է եւ նորմալ երկրներում այդպես պիտի լինի, բայց ցավոք սրտի հետևելով հանրայինի մանավանդ լրատվական հաղորդումներին բոլորովին այլ պատկեր ենք ստանում եւ իմ խորը համոզումով շատ վաղուց արդեն հանրայինի լրատվականը վերածվել է իշխող քաղաքական ուժի պրոպագանդիստական գործիքի։ Հիմա որպեսզի մեր պարանոց չլինի այս հաստատում հայտարարումս, ոչ վաղ անցյալի վերջին 3 օրերի 2 դրվագ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովն է Հայաստանում։ Ընդդիմադիրները խոսում են Հայաստանում խորացող բռնատիրական ռեժիմից, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը հակազդում է, լուրերով գնում է։ Տեսակետ հայտնեցին քաղաքական ընդդիմադիր պատգամավորները ընդհանրեն այդ մեկ նախադասությամբ, իսկ հետո մի ամբողջ 5 րոպե իշխանական պատգամավորի հերքող խոսքն է, բացարձակապես խախտված պարիտետը, եւ դա հանրային հավասար տեսակետների մոտեցումների արտացոլանքը չէ։ Երեք եւ վերջին օրերին Հովանավանքի ֆեյք պատարակը հեռարձակվում է հանրայինով եւ ես եւ հազարավորներ հարց ունեն, արդյոք դա ինչ հանրային պատվեր է եւ պիտի մեր հանրային միջոցները գնան գոնե հայ առաքելական եկեղեցու կողմից նրա ծիսակարգով եւ կանոնակարգով չընդունված չճանաչված այդ ծիսակարգի լուսաբանմանը։ Ավելին քաղաքական մեծամասնության մի պատգամավոր խոսում է ձեր եթերում, հանրայինի լրատվական եթերում, մեր ամենայն հայոցին, օծյալ վեհափառին նշելով իր ավազանի անունով։ Արդյոք սա հանրայինի, եթե մասնավոր լիներ կասեի Աստված իրենց հետ, բայց արդյոք սա հանրային հեռուստաընկերության քաղաքականության, վարքականոնի, բարոյական չափանիշների շրջագծում է, որի ես ոչ թե կասկածում եմ, ուղղակի գտնում եմ անընդունելի մանավանդ հանրային միջոցների հաշվին։ Խնդրում եմ դրան անդրադարձեք եւ ես ուզում եմ նաեւ իրականության մեջ այստեղ շատ ծանր գնահատականներ հնչեցին այդ երրորդ ալիքի մշակութային հաղորդումի շողակաթի լոգոյով հեռարձակվողի մասին, պատգամավորներից մեկը այն անվանեց կղերական, նույնիսկ հակամշակութային, այստեղ գնահատականներ հնչեցին, որ նա չէր կատարում իր առաքելությունը եւ քաղաքական էր, եւ կղերական բառապաշարի օգտագործումը պիտակավորումը շատ ծանր էր։ Դուք գիտեք, որ վաղուց հանրային խորհրդի անդամ եք, հիմա նաեւ նախագահ։ Արդյոք ձեր տիրույթում էր այդ ալիքը եւ դուք կիսում եք այս տեսակետը, որ շողակաթը կղերական էր եւ հակամշակութային, եւ ես ծանոթ եմ ձեր տեսակետին եւ խորը վերապահության այդ մշակութային կրթական ալիքի անհրաժեշտության վերաբերյալ եւ ինչ քայլեր եք, մոտեցումներ եք որդեգրելու այդ ուղղությամբ եւ երրորդ մի հարց ունեմ, որը դարձյալ առնչվում է հանրայինի, այսպես մասնակիորեն առնչվում է հանրայինի լրատվականին եւ հատկապես նրա ղեկավարին։ Սեպտեմբեր 25 թվականի մայիսին ես ձեզ մի գրություն էի ուղարկել Պետրոս Ղազարյանի վարքին էր վերաբերում, հրապարակային վարքին, որը իմ ելույթներից մեկը, իսկ Պետրոս Ղազարյանը սովորական քաղաքացի չի, լրատվականի պատասխանատու, լրատվական քաղաքականի, իմ մի ելույթի առնչությամբ ասում է, որ Լիլիթ Գալստյանը խոսում է, իբրև թե ես խոսում եմ մեծ բաներից, այսպեսի բառապաշարել օգտագործում է ֆլան-ֆստան, ասացեք խնդրեմ ժողովրդավարություն եւ այլն։ Սա բառեզբուն իմաստով իր ելույթը, այսպեսի ճոռոմ բաներ, այսպեսի ճոռոմ թեզեր, օբյեկտիվություն, ազատություն, անաչառություն, այսինքն հանրայինի լրատվականի քաղաքական հաղորդումի պատասխանատուն անաչառությունը, օբյեկտիվությունը, ազատությունը համարում է ճոռոմ թեզեր։ Ես այս պաշտոնական նամակ ուղարկեցի, կարծեմ դուք չէիք դեռ նախագահը, եւ հետեւյալ հարցադրումով արդյոք դուք, այսինքն խորհուրդը կիսում է այդ լրագրողի այս վարքը եւ արդյոք նա արտացոլում է ընդհանրապես ձեր քաղաքականությունը։ Ձեզանից շատ հուսահատացնող, բայց սպասելի պատասխան ստացա, որ նա այդ դրսևորումը արել է ոչ իր աշխատանքային ժամին եւ առանց այդ ռեսուրսների։ Բայց
ճիշտ ասած շատ զավեշտական պատասխան էր, որ սա հասցեական վիրավորանք չի եւ արտահայտ չի օգտագործել հանրային հեռարձակողի ռեսուրսը, բայց սա խոսում է հանրային հեռարձակողի տվյալ ուղղությամբ հաղորդումների պատասխանատուի արժեհամակարգի, մտածումի, հրապարակային դաշտում այս համարձակության մասին, որը հեգնի անաչառությունը, օբյեկտիվությունը եւ ժողովրդավարությունը։ Ասեմ, որ այդ պատասխանից հուսահատված եմ եւ ուզում եմ այն ամենայնիվ չնայած դժվար է Հայաստանում լավատես լինել, մտածել, որ դուք վերատեսության կենթարկեք մանավանդ այս նախընտրական շրջանում այդ վարքով հաղորդումների վարման մշակույթը եւ մնացյալը խնդրում եմ պատասխանեք իմ այն երկու հարցերին, կեղծ պատարագի հեռարձակումը հանրայինով եւ նաեւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ, այսպես ասեմ, արձանագրումները ավազանի անունով կոչելը։ Տիկին Գալստյան, շնորհակալություն ձեր ելույթի համար։ Ես երկրորդ անգամ եմ գտնվում այստեղ, դուք առաջին անգամ չկայիք, հունիսին հետ կարծեմ, այնպես որ մի անգամ դուք նաև Տիկին Ղազարյանի հետ երկխոսության ժամանակ ասեցիք, որ դուք չեք բացակայել երբևէ այս նիստերից, բայց նախորդ մեր կատարողականի ժամանակ դուք ներկա չեք եղել։ Ես բան չունեմ ասելու, ուղղակի ուզում եմ ճշտում մտցնել, քանի որ ես շատ ուշադիր լսում էի ձեր ելույթը, որի մեջ կային, բայց այստեղ գելիք չկա եւ ես չէի պատկերացնում, որ այդքան երկար պիտի ձևակերպեք ձեր խոսքը, ես առաջին հարցը մոռացա, կարող եք կրկնել։ Հանրային միջոցներով գործող հանրային հեռուստաընկերությամբ կեղծ պատարագը, fake պատարագի հեռարձակումը, շողակաց հանրայինով պատարագ եւ վեհապարի հասցեին ոչ պատշաճ բառապաշար եւ Պետրոս Ղազարյանի անաչառությունը, ժողովրդավարությունը, օբյեկտիվությունը հեգնող հրապարակային խոսքը։ Ուրեմն հանրային հեռարձակողի խորհուրդը Եվրանեստի ռեպորտաժը, որտեղ ընդդիմությունից որևէ խոսք չկար, փոխարենը առատորեն խոսում էր իշխանական падգամավորը։ Տիկին Գալստյան, հանրային հեռարձակողի խորհրդի լիազորություններից դուրս է ինչ որ մի ռեպորտաժի շուրջ բանավեճ ծավալելը ենել ազգային ժողովում։ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատում է ընկերությունների հաղորդացանցերը եւ տրամաբանական կլինի ենթադրել, որ նախապես մենք եթերը չենք նայում, չենք վերահսկում, չենք գրաքննում, չենք կարող ձեր պատկերացրածին համապատասխանեցնել այդ եթերը, որքան էլ մեծ մղում լինի մեր մեջ, եւ շատ բնական եմ համարում, որ այսպիսի մեկնաբանություններ կարող են լինել, տարաբնույթ մեկնաբանություններ կարող են լինել, որքան էլ մենք ջանանք բավարարել ձեր կարիքները մշակութային, հոգեվոր, լրատվական, տեղեկատվական, գեղագիտական, այնուամենայնիվ կլինեն մարդիկ, որոնք իրենց դժգոհությունը կհայտնեն եւ հակադիր տեսակետներ կարտահայտեն։ Հանրայինը իր լրատվական հաղորդումներում, բոլոր թողարկումներում լրագրողները ազատ են արտահայտել իրենց ուրեմն ռեպորտաժների բովանդակությունը եւ միակ պահանջը, որ կարող է լինել իրենցից պրոֆեսիոնալ վերաբերմունքն է, մոտեցումն է։ Ուրեմն հաջորդը դուք շողակաթի մասին եք հարցնում, հա, պատարակների մասին եք հարցնում։ Ես չգիտեմ, fake պատարակ ասելով դուք ինչ եք հասկանում, ես շրջանում Հայաստանում Աստծո հետ հաղորդակցելու մի հատ լիազորված մարմին կա։ Բնականաբար այս թեմայի մեջ չեմ մտնելու, սա իմ տիրույթից բացարձակապես դուրս է եւ այն ինչ դուք ասում եք, այն ինչ դուք պատկերացնում եք, հայտարարում եք, դուք կարող եք դա քննարկել բացառապես ձեր գործընկերների հետ։